Այսօր պատրաստելու ենք շատ համեղ, թեթև և օգտակար աղցան, որի համար ընդամենը 3 բաղադրիչ է հարկավոր։ Այս աղցանը այնքան համեղ է ստացվում, որ կարելի է պատրաստել գրեթե ամեն օր։ Աղցանի հիմնական բաղադրիչը դդում սպագետին է։ Մեզ պետք է դդում սպագետի, գազար, վարունգ, կանաչ սոխ, սամիտ և սխտոր։ Սկզբում պատրաստում ենք թանձրուկը, որի համար մեզ պետք է ձիթայուղ, սոյայի սոուս, կիտրոնի հյութ կամ բալզամիկ քացախ։ Ավելացնում ենք աղ, սև պղպեղ և համեմի սերմ։ Բոլորը միասին խառնում ենք և դնում մի կողմ։ Դդում սպագետիի պատրաստման եղանակը կայիմ ալիքում հղումը կթողնեմ նկարագրության բաժնում։ Մեզ պետք է կես դդում սպագետի, որը լցնում ենք աղցանամանի մեջ։ Գազարը անցկացնում ենք կորեական աղցանի համար նախատեսված քերիչով։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Գազարը նույնպես ավելացնում ենք աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք նաև 2 ատամիկ ճզմած սխտորը, լցնում ենք թանձրուկը, լավ խառնում ենք և թողնում ենք մնա։ Այդպես համերը ավելի լավ է միախառնում և բանջարեղենը մի փոքր ավելի է փափկում։ Քանի որ վարունգը ավելի շուտ է փափկում և ջուր արձակում, այս ընթացքում չենք ավելացնում, թողնում ենք վերջում նոր կավելացնենք։ Նույն քերիչով անցկացնում ենք նաև վարունգը, բայց մեջտեղի կորիզային հատվածը չենք անում։ Ահա այսպես միայն կողքերի հատվածն ենք քերում։ Տեսեք ինչքան գեղեցիկ թելիկներ ստացվեցին։ Ավելացնում ենք աղցանի վրա, բայց չենք խառնում։ Մանր կտրատում ենք նաև կանաչ սոխը և սամիթը, ավելացնում ենք աղցանի վրա։ Հարգելիներս, իմ ալիքում կա դդում սպագետիով շատ համեղ ուտեստ, որի բաղադրատոմսը նույնպես կթողնեմ նկարագրության բաժնում։ Եթե ցանկանում եք պատրաստել այս աղցանը և չգիտեք դդում սպագետին որտեղից կարող եք ձեռք բերել, գրեք ինձ, ես կմանրամասնեմ։ Կարող եք նաև գնել պատրաստի եփված վիճակում, որը կխնայի նաև ձեր ժամանակը։ Աղցանի վրա ավելացնում ենք նաև կանաչիները և լավ խառնում ենք։ Ահա և մեր համեղ ու օգտակար աղցանը պատրաստ է։ Ընդամենը մեզանից պահանջվում է 5 րոպե այս աղցանը պատրաստելու համար, եթե իհարկե դդում սպագետին արդեն իսկ եփված է։ Տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ, զարդարում ենք քունջութով և արդեն իսկ կարող ենք մատուցել։ Արդյունքում ստանում ենք շատ համեղ, վիտամիններով հարուստ և օգտակար աղցան։ Ամենակարևորը, որ առողջ աղցան է և կարող եք պատրաստել ամեն օր և վայելել։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած բաղադրատոմսը։ Դուք էլ պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Սիրով կսպասեմ բոլորիդ։ Այսօր էլ այսքանը, առայժմ։